չկա կապ ծնող երեխա հարաբերությունների։ Դեռահասը հնարավոր է ունենա որոշակի կախվածություն, անգամ քնի խանգարումների էր հանգել երեխան ենթարկվում է բուլինգի, այսինքն դպրոցական հետապնդման, ծաղրի։ Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավար ենք հյուրընկալել ես ինքս հոգեբանական զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին։ Հունիսի 26-ը թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Վերջին շրջանում իրավապահ մարմինները ահազանգեցին այն մասին, որ Մղջանի դպրոցում անչափահասների շրջանում թմրանյութի չարաշահման դեպքեր տեղ ունեցել, երեխաներին էին հյուրասիրել եւ առհասարակ դպրոցներում բարբերաբար դպրոցներից ահազանգեր ենք ստանում այն մասով, որ ծնողներն ասում են երեխաներին կոնֆետների տեքստով են ինչ որ հյուրասիրություններ իրականացնում, մինչդեռ այս ամենը դեռ խոսակցությունների մակարդակի են, չկան հիմնավոր փաստեր։ Մենք կզրուցենք հոգեբան Արմինե Հովհաննիսյանի հետ, թե ինչ հոգեբանական խնդիրներ կան երիտասարդների, դպրոցահասակների շրջանում, երեխաների շրջանում, ինչ խնդիրների եք բախվում եւ որպես հոգեբան ինչ խորհուրդ կտաք ծնողներին։ Կարծես թե այսօր ծնողների գերակշիռ մասը այն հոգեբանների հետ, որոնք հետ այս ժամանակահատվածում զրուցել ենք, մշտապես պնդում են, որ կարծես թե ծնողները կարիերայով են տարված, մոռացել են երեխա ծնող այդ փոխհարաբերություններում ինչ որ բան է խախտվել եւ արդյունքում հետևանքները շատ ճակատագրական են լինում։ Տիկին Հովհաննիսյան, սիրով լսում ենք ձեզ։ Շնորհակալ եմ նախ հրավիրելու համար, ողջունում եմ բոլորին։ Ճիշտ նշեցիք, այսօր թմրանյութերի կանխարգելման եւ ապօրինի չարաշահման միջազգային օրն է, բայց կուզեմ, որ միայն այսօրով չսահմանափակվենք, առհասարակ յուրաքանչյուր օր է կարևոր տարվա մեջ, կարևոր է, որ բոլորս իզեն լինենք այս չարիքի դեմ, ինչպես նշեցիք, արդեն այս վատ, միջադեպերը իհայտ են գալիս երեխաների շրջանում, ինչը որ շատ ցավոտ է։ Դուք նաև դպրոցում եք, չէ՞ աշխատում։ Իհարկե, ես աշխատում եմ Քաղաք Աբովյանի համար 2 հիմնական դպրոցում։ Ուրախ եմ, որ դեռևս մեր դպրոցում չկան այդպիսի դեպքեր, այսինքն դեռևս բացահայտումներ չկան։ Աստված տա, որ չլինեն առաջիկայում էլ, բայց ամեն դեպքում ոչ ոք ապահովագրված չէ այս չարիքից, եւ սոցիալական խումբ հաշվի չի առնվում եւ ընտանեկան ոչինչ հաշվի չի առնվում, Այստեղ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ պետք է ծնողները աչալուրջ լինեն առաջին հերթին, ամուր պահեն երեխաների հետ ծնող-երեխա հարաբերությունները, որովհետև աշխատելով եւ դպրոցում եւ հոգեբանական ծառայությունների կենտրոնում, այնտեղ առնչվում եմ այնպիսի դեռահասների, արդեն դեռահասության շրջանի, երեխաների հետ մոտենում են ծնողները ու չկա կապ ծնող-երեխա հարաբերությունների, չկան ծնողավարման հմտություններ որոշակի, այնպիսի տարիքային առանձնահատկությունների իմացություն, որ դեռահասի տարիքին է բնորոշ, ծնողները տեղեկացված չեն, չկա կանխարգելիչ միջամտություններ, սրանք արդեն ահազանգ է, որ դեռահասը հնարավոր է ունենա որոշակի կախվածություն, բնականաբար թմրամիջոցների հետ կապված, դեղորայքային չարաշահումների, դրանք արդեն ահազանգ են մեզ համար, որին պետք է բոլորս ուշադրություն դարձնենք։ Կոնկրետ ինչ խնդիրներով են այսօր հիմնականում երեխաներին, ծնողները հոգեբաններին դիմում, ինչ խնդիրների արկայության պայմաններում են, որ կարող է երեխաները, չգիտեմ, հայտնվեն այս կամ այն ազդեցության տակ, դուք ինչ խնդիրների հետ եք բախվում, որ կուզենաք այդ մտահոգությունը, հանրություն ուշադրություն դարձնի։ Կուզեմ դեռահասության շրջանում խոսել կախվածությունների մասին հենց, իհարկե դեռևս ես չեմ առնչվել այնպիսի դեռահասների հետ կամ երեխաների, որոնք որ ունեն թմրանյութերից կախվածություն, սակայն դիմում են հաճախ կախվածություններ հեռախոսից, գադջեթներից, տարբեր, էկրանային կախվածություններ, որը որ արդեն բերում է վարքային խնդիրների։ Վերջերս մի խաղի մասին հրապարակում եղավ, ուզում եմ այդ խաղի մասին խոսեք, դա այդ ինչ խաղ էր, դա այդ ինչ էր, որ ծնողները ահազանգել էին, ինչ որ առաջադրանք են տալի երեխաներին այդ երևույթի մասին։ Այդպիսի խաղերը բազմազան են, եթե անկեղծ, ու հիմնականում թիրախային խումբը հենց երեխաներն ու դեռահասներն են, որովհետև իրենց շրջանում մեծ տարածում է գտնում եւ արդյունքում արդեն խաղի ստեղծողը հասնում է իր նպատակին։ Վերջին տարածում գտած խաղը կարմիր եւ սև այդպես էր կոչվում, երեխաներին տրվում էր հստակ հրահանգներ, ավելի շատ հիպնոսի ձևաչափով, իրենք իհարկե չտիրապետելով այդ հմտությանը արդեն ընկնում էին կոմայի մեջ եւ արդյունքում
արդյունքում դեռահասը տեղից լինելով անկայուն հոգեբանական վիճակում, ինչ-ինչ մեխանիզմներ դեռևս դեռահասության տարիքում զարգացած չէ, դեռևս այդ երեխաները ունեն ինքնության, հա, խնդիր, ու մենք ունենում ենք արդյունքում այն, ինչից որ դժում է մեր հասարակությունը, այսինքն կա մի երեխա օրինակ իհարկե անչափահասի անունը չնշենք, բայց որ ունեցել է այդպիսի հոգեբանական խնդիր եւ հոգեբանների օգնության արդյունքում կարողացել են երեխային դուրս բերել այդ վիճակից։ Հիմնականում մեկուսացման հետ կապված ես ինքս առնչվել եմ այդպիսի երեխայի, որ սենյակից դուրս չէր գալիս ընդհանրապես։ Իսկ ինչի հետևանքեր դա։ Հեռախոսային կախվածության խաղերը, հա, արդեն գերակշիռ մաս էին կազմում օրվա մեջ, շատ մեծ ժամանակ էր հատկացնում, անգամ քնի խանգարումների էր հանգել երեխան, ծնողը իզորու չէր այլևս պայքարի, բայց սա էլ հա ունի իր հիմքը։ Ես կուզեմ այդ հիմքերի մասին խոսել ավելի շատ այսօր որպես մասնագետ, որովհետև ծնողները իսկապես իրենց երեխաների հետ բաց չեն։ Ես կուզեմ սա իլուր աշխարհի, հա, բարձրացնել, որովհետև ծնողները պետք է բաց լինեն, պարզ լինեն, շիտակ լինեն իրենց երեխաների հետ, դեռահասների հետ, կարողանան ազնիվ լինել ամենաառաջինը եւ խոսեն այն խնդիրների մասին եւ թույլ տան երեխան ու դեռահասը բարձրաձայնի այն խնդիրների մասին, որոնք որ իրեն անհանգստացնում են, որ կարողանան կանխարգելել, ոչ թե հետագայում ելքեր գտնենք, որ խնդիրը լուծենք։ Սրանք շատ կարևոր են, պետք է ծնողը աչալուրջ լինի, հա, այստեղ ծնողը, համայնքը, ուսուցիչը, եթե դպրոց է հաճախում երեխան, եթե կրթական ինչ-որ հաստատություն է հաճախում, այստեղ ուսուցիչը նաև մեծ անելիք ունի։ Ինձ հետաքրքիր է այդ բուլինգի հա հետ կապված այդ մասին նաև կուզենամ խոսեք թե այդ ինչ երևույթ է, որը մշտապես բարձրաձայնում են հոգեբանները։ Այո, իհարկե, սիրով, այս մեր օրերում ավելի շատ տարածում ունի դպրոցական հետապնդում, հա, ասվածը բուլինգ, այդպես են հիմա անվանում մասնագետները։ Ինչ է իրենից ներկայացնում բուլինգը, ինչ որ դեռահասները սովորաբար փորձում են ինչ-որ խմբավորման պատկանել, եթե որևէ խմբավորման պատկանելիության խնդիր կա ու այդ խումբը իրեն մեկուսացնում է այդ խմբից, հա, դեռահասին առանձնացնում, պոկում է, այս դեպքում արդեն երեխան ենթարկվում է բուլինգի, այսինքն դպրոցական հետապնդման, ծաղրի, արդեն այդ ամեն ինչը բերում է ինքնագնահատականի պակասի, դպրոցական ձախողման, ինչը որ արդեն բերում է դեռահասին, հա, նաև կախվածության, չմոռանանք նաև այսօրվա մասին, որ հնարավոր է արդեն ոչ արդյունավետ լուծումներ փնտրի դեռահասը եւ արդյունքում մենք ունենանք նաեւ թմրանյութերի կախվածության ռիսկ։ Ինձ շատ հետաքրքիր է նշեցիք ծնողը այսպես պետք է անի մի վառ օրինակի վրա, հա, ծնողը վաղ առավոտյան պնդումները մայրիկների եւ առասարակ ծնողների պնդումները այսպեսին են. ես առավոտվանից երեկո աշխատում եմ, ես աշխատում եմ իր համար եւ այլն, արդյոք այս երևույթն է, որ խանգարում է ծնողի երեխա այդ փոխհարաբերությունը, որը հետագայում կարող է այլ հետևանքներ ունենա։ Մի օրինակի վրա, որ դուք կարողացել եք այնպես անեք, որ ծնողի եւ երեխա կապը ավելի մոտենա, ինչ հանի ծնողը, օրվա ընթացքում ինչքան ժամանակ հատկացնի երեխային, ինչ կարևոր դետալների ուշադրություն դարձնի։ Ահա, ուրեմն տեսեք, իհարկե յուրաքանչյուր ծնող, հա, պատճառաբանում է նաև ինձ դիմաց ծնողներից, ես հենց փաստերով խոսեմ, ասում են, որ ծանրաբեռնված ենք, մայրերն են ասում ծանրաբեռնված ենք, հայրերը ասում են, որ մենք գիշեր ու զոր աշխատում ենք, որ հոգանք իրենց կենցաղային կարիքները, սակայն այստեղ մենք բախվում ենք հետո ավելի լուրջ խնդիրների, դեռահասին պետք չէ, որ ծնողը ամբողջ օրը իր կողքին լինի եւ դայակություն անի, պետք է դեռահասին առհասարակ երեխային այդ արդյունավետ շփումը, հա, երբ որ երեխային ծնողը ակտիվ լսում է, երբ որ երեխան կարողանում է իրեն լսված եւ հասկացված զգալ այդ բարձ հարաբերությունների մեջ, հա, արդեն մենք որոշակի խնդիրներ կանխում ենք։ Երեխան արդեն չի փորձում ինչ-ինչ խնդիրների լուծումներ, ինչ-ինչ հարցերի պատասխաններ դրսում փնտրել, այլ վտանգավոր սոցիալական միջավայրերում, այլ ինչ-որ խմբերում, փորձում է ամեն բան բերել տուն եւ ծնողի հետ այդ արդյունավետ շփման, հա, ժամանակահատվածում քննարկել, վերլուծել ու նաև ինքնուրույն լուծումներ գտնել հետայսու։ Գիտեք, այստեղ կուզեմ նաև ուշադրություն դարձնել ծնողի կողմից երեխայի հենց դաստիարակության ոճերի վրա, հա։ Հիմնականում հիմա ծնողները մտավախություն ունեն, որ իրենք օրվա մեծ մասը զբաղված են լինում դրսում եւ որդեգրել են ավտորիտար դաստիարակման ոճը,
բայց սա արդյունավետ չէ։ Ավտորիտար, այսինքն չեն լսում երեխային, առավոտյան արտանում են աշխատանքից ուշանալու պահին արագ-արագ հրահանգներ են տալիս, սական է, բնականաբար այդ բոլոր հրահանգները մնում են օդում եւ չեն կատարվում։ Ինչի արդյունքում էլ դեռահասը ասում եմ միևնույնն է, ամեն օրվա սցենարն է, հա, կրկնելու է ծնողը, գնալու է, արդյունքում ես անելու եմ այն, ինչը որ ուզում եմ, ինչն էլ արդեն բերում է վնասակար սովորությունների, արդեն կախվածությունների, ինչու՞ չէ նաեւ եւ բացասական խմբավորումների մեջ ներգրավելու, ինչից որ ծնողը ուղղակի այդքան էլ տեղեկացված չի լինում, որովհետեւ ինքը ճակերտավոր ամբողջ օր աշխատում է, հոգում է այդ հոգսերը, դեռահասի եւ երեխայի համար անում է այն, ինչը որ իր մասով իդեալական է, հա, եւ իրեն կարծում է իդեալական ծնող։ Ձեր կարևոր նախապայմանը այդ հարաբերությունների մեջ շեշտադրում, այսինքն առավել ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ, որն է ձեր հորդորը որպես հոգեբան։ Ես իհարկե այդ մասով կոչ կանեի ծնողներին արդյունավետ շփվել երեխաների հետ, սիրել անմնացորդ, սիրել, հիմա հնարավոր է ամբողջությունների ծնողների շրջանում ասեն, որ մենք սիրում ենք մեր երեխաներին, բայց այս սիրելը անվերապահ սիրո մասին է, հա, լսված, ընդունված լինելու, երեխան պետք է հասկանա, զգա բոլոր զգայարանները, որ ինքը ընդունված է, սիրված է, լսված է, հասկացված է, անգամ եթե կյանքի ինչ-որ իրավիճակում, ինչ-որ խոչընդոտների է հանդիպել եւ սայթակել է։ Ինչ շատ հետաքրքիր է, կա նման տարանջատում արել եք ավելի շատ հոգեբանական խնդիրներ, այն որ դուք շեշտադրեցիք կամ ծնող երեխա կապը տղաների մեջ է շատ թե աղջիկների մեջ։ Գիտեք, հստակ տարանջատում չկա մասնագետների շրջանում, բայց կարող եմ նշել, որ աղջիկներին մի փոքր այս օրերին ենթարկեցնելը ավելի հեշտ է, իսկ տղաները ըմբոստանում են, որովհետև իրենց կարծում են արդեն պատանի, հա, ու փորձում են ինչ-որ խմբավորման պատկանել եւ այդ ծնողի վերահսկողությունը, որ ժամանակ առ ժամանակ լինում է ու ոչ տեղին է լինում, հա, պետք է ծնողը դրթի ինքնուրույնության իր դեռահասին, սակայն թիկունքում միշտ լինի որպես պաշտպան պահապան, հա, Որ տարիքն է այն բարդ եւ ավելի ուշադրության արժանի տարիքը, որը որպես հոգեբան խորհուրդ կտաք։ Մենք հոգեբաններս առանձնացնում ենք որպես ճգնաժամային տարիք դեռահասությունը հենց 12-ից 17 տարեկան հասակը հիմա բավականին հա խոցելի տարիք է դա համարվում, եթե մեր տարիների հաշվարկով դիտարկենք, մենք շատ սահուն ենք անցել դեռահասության տարիքը, հիմա շատ են ըմբոստությունները լինում եւ նաեւ վտանգները, անդառնալի հետևանքներն են այդ տարիքում ավելի շատ լինում։ Ես շնորհակալ եմ Տիկին Արմինե, որ սիրով հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Ձեր վերջին խոսքը ըստ էության բոլոր այն ծնողներին կամ այն երեխաներին, որոնք ավելի հեշտին են ձգտում, ավելի այդ ճանապարհն են էլի որդեգնում, ինչ խորհուրդ կտաք դուք որպես հոգեբան։ Իհարկե, սիրով։ Կոչս ուղղում եմ բոլոր երեխաներին, դեռահասներին, ծնողներին, ուսուցիչներին եւ համայնքին պետք է գիտակցենք յուրաքանչյուրս, որ այս կյանքը ամենամեծ ռեսուրսն է մեզ տրված, ամենակարևորը, որ մենք ունենք այս կյանքում անելու, ստեղծել, արարել, աշխատել ինքնուրույնության ձևավորման վրա, ոչ թե ձգտել հեշտին, ոչ թե ամեն բան փորձել ձեռք բերել հեշտ ճանապարհով, հա, ինչը նաև կախվածությունների ռիսկին հանգելն է։ Պետք է այստեղ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ծնողները լինեն իրենց դերում, ուսուցիչները լինեն իրենց դերում եւ համայնքը կարողանա աջակցի այս շղթային ավելի ամուր լինելու հարցում։ Շատ շնորհակալ եմ ձեզ, կհետևենք հետագայում նաև ձեր գործունեությանը հասկանալու համար, թե ինչ խնդիրների եք առհասարակ բախվում, որովհետև իրականում այն մտահոգիչ ժամանակահատվածում ենք, որ տարբեր բացահայտումներ են լինում իրավապահ մարմինների կողմից, նաև շատ դեպքերում ինքնավնասման, ընդհանուր մինչև կյանքի վերջ տալու այսպիսի դրսևորումներ են լինում եւ լավ է, որ հիմա այս ժամանակահատվածում շատ դեպքերում այդ ահազանգը հնչեցնում են իրենք ծնողները լրատվամիջոցներին, ինչպես նաև իրավապահ մարմիններին հորդորելով առավել զգոնություն պահպանել։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։